Թե համեմատենք 50 տարի առաջ, 40 տարի առաջ, ամեն մահացությունը սրտամկանի ինֆարկտից 20% էր։ Այսինքն ամեն 5-րդ հիվանդը մահանում էր։ Ներկայումս մահացությունը 5%-ից ավելի քիչ է։ Սրտաբանությունը առանց էխոկարդիոգրաֆիայի դա կիսատ մասնագիտություն է, կարելի է ասել։ Պրոֆեսոր Լևոն Նազարյանի շնորհիվ կարողացանք զարգացնել այդ ուլտրաձայնային ծրագրերը Հայաստանում։ Կարծում եմ դա երևի ամենակարևոր կետերից մեկն է բժշկի համար, որ նոր եկող սերնդին տաս այն ամենը, ինչ որ դու ունես։ Ներկայումս դուք ծառ եք տնկում, բայց դուք եթե մի փոքր փոխեք ձեր աշխատանքի այսպես ուղղվածությունը եւ ավելի հենց կրթական ծրագրերով եւ կազմակերպչական հարցերով զբաղվեք, դուք ծառի տեղը անտառ կունենաք։ Առաջին հերթին հիվանդի համար, այսպես կոչված պացիենտակենտրոն պետք է լինի բժիշկը։ Սա անգլերեն ասում են patient centered, patients first։ Սա շատ կարևոր է։ Եվ երկրորդը բժիշկը պետք է ունենա միշտ կարեկցանքի զգացում։ Դե չէ արհեստական բանականությունը, երբ որ արդեն լիարժեք մտնի բժշկական պրակտիկայի մեջ, բժշկությունը իր գործը կանի եւ այդ բժշկական սխալներն էլ կնվազեն, որովհետեւ մեզ թվում է, որ մենք շատ լավ ամեն ինչ բուժում ենք, բայց մենք սխալներ իրականացնում ենք շատ։ Ողջույն, ձեզ հետ է ձեր լավ բժիշկ Դավիթ Միրզոյանը, ով վերջապես ընտրեց իր նեղ մասնագիտություն, մաշկաբանություն եւ սեռավարակաբանություն։ Այսօր մենք ունենք շատ հրաշալի հետաքրքիր հյուր, առաջին համալսարանական հիվանդանոցի, ընդհանուր եւ ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար բժիշկ Հմայակ Սիսակյանին ենք հյուր ընկալել այսօր։ Բարև ձեզ բժիշկ Սիսակյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք մեզ մոտ հյուր, որտեվ ձեր անցած ճանապարհը ուղղակի շատ կարևոր է լուսաբանել, ներկայացնել ու պատմել այդ ամեն ինչի մասին։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Եկեք սկսենք մեր ամենաառաջին հարցից, որ բոլոր բժիշկներին ես տալիս եմ, ինչու որոշեցիք դառնալ բժիշկ, ընտրել ես պատասխանատու ծանր ճանապարհը ու որն էր այդ դրթող ուժը, որ ձեզ մղեց դեպի բժշկություն։ Երևի թե միջավայրը, ես մեծացել եմ բժշկական միջավայրում, հայրս նույնպես բժիշկ է մասնագիտությամբ, բայց տեսաբան բժիշկ է եղել, կենսաբան, բայց երբ որ ես դեռ դպրոցում էի սովորում, այնուհետև ուսանող, շատ կապված եմ եղել այդ բժշկական միջավայրի եւ քննարկումների հետ, եւ սա նույնպես նպաստել է նրան, որ ընտրել եմ այդ ուղղությունը։ Սերը դեպի կենսաբանությունը եւ բժշկությունը եղել է դեռ փոքր հասակից, չնայած նրան, որ ավարտել եմ ֆիզմատ դպրոց, այդպես ստացվեց, որովհետեւ ֆիզիկայի օլիմպիադային հաջողակ է եւ եկան ընտրեցին այլ դպրոցից, որ տեղափոխվեմ ֆիզմատ դպրոց եւ չեմ ափսոսում, որովհետեւ դա նույնպես շատ այսպես կարևոր էր ինձ համար։ Փաստացի ստացվում է, որ այլընտրանք չեք ունեցել, այսինքն հիմնականում մեծացել եք բժշկական միջավայրում ու միջավայրը արդեն տրամադրել է, որ ընտրեք նեղ մասնագիտությունը որպես բժշկություն։ Այո, նախատրամադրել է, այլընտրանք եղել է շատ, բայց ընտրել եմ հենց բժշկագիտությունը ավելի, հոգեհարազատ է եղել։ Իսկ որպես նեղ մասնագիտություն սրտաբանություն, դա որտեղից եկավ, որ որոշեցիք հենց սրտաբան դառնալ։ Ուսանողական տարիներին բոլոր կլինիկական առարկաների ընթացքում ակտիվ հերթապահություններ եմ իրականացրել, փորձելով տեսնել, թե որ մասնագիտությունը ավելի ինձ հարազատ կլինի։ 5-րդ կուրսում նույնիսկ աշխատել եմ 1 տարի որպես ֆելշեր վիրաբուժական բաժանմունքում, 6-րդ կուրսում շտապօգնության կայանում, նույնպես ֆելշեր, այսինքն հիվանդանոցներում շատ է այդ ժամանակ եղել, արտա ուսումնական ժամանակահատված ու հիվանդանոցներում, եւ դա շատ կարեւոր է, որպեսզի ուսանողները նույնպես այդ
բացի սովորելուց, բացի բուհում ուսանելուց իրենք շատ լինեն հիվանդանոցներում եւ դա ավելի ճիշտ ընտրություն կկարողանան իրականացնել ընտրելու այս կամ այն մասնագիտությունը եւ նաեւ մեր ներքին հիվանդություններ առարկան ուսումնասիրելիս այդ 4-ից 6-րդ կուրս նույնպես զարգացել է այդ սերը սրտաբանության նկատմամբ եւ այդ տարիներին սրտաբանությունը նոր սկսում էր զարգանալ եւ նոր այսպես ուղղություն էր ձեռք բերում արդեն միջամտական սրտաբանությունը որպես առանձին նեղ մասնագիտություն ֆարմակոթերապիան սրտաբանության մեջ Եվրոպայում ԱՄՆ-ում շատ զարգացման ժամանակահատվածներ, բայց Հայաստանում դեռ ոչ իհարկե։ Այդ ամենը իհարկե նպաստել է որ ընտրեմ սրտաբանությունը եւ սիրտանոթային հիվանդությունները ամենատարածվածն են։ Եվ այդ ժամանակ մահացությունը սրտամկանի ինֆարկտից դեռևս շատ բարձր էր Հայաստանում։ Հա, իրականում ձեր խոսքի առաջին մասով ասեմ, որ հիվանդանոցներում հերթապահելը շատ կարևոր է, որպեսզի ընտրենք նեղ մասնագիտություն։ Ես ինքս հերթապահել եմ շատ հիվանդանոցներում ու երբ որ դու կարդում ես գրականությունը, դա մի ուրիշ բան է։ Երբ որ դու հենց գնում ես հիվանդանոցում, դինում ես, տեսնում ես հիվանդի հետ շփումը, հիվանդի հարազատների հետ շփումը, կոլեկտիվի, անձնակազմի անդամների հետ շփումը, դա արդեն ու նաև կյանք անձնական բալանսը։ Դա արդեն մի հատ ընդհանուր ուրիշ պատկերացում է տալիս։ Այո, միանգամայն ճիշտ եք։ Շփումը ինչպես բաժանմունքում, այդ նեղ պրոֆիլային բաժանմունքում, իհարկե տեսական մասը սովորելը, լավ սովորելը շատ կարևոր է։ Դա այսպես բազային գիտելիքներն է տալիս մեզ, բայց պրակտիկան նույնպես շատ կարևոր է եւ ինչքան շուտ ուսանողը այդ պրակտիկան իրականացնի, այնքան ավելի հաջողակ կլինի հետագա բժշկական կարիերայի մեջ։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչքան երեխան ավելի փոքր հասակում է լեզու սովորում, մոտար լեզու այնքան ավելի հաջող է։ Այն ինչ որ մենք ձեռք ենք բերում, շատ ավելի հեշտ ենք ձեռք բերում գործնական հմտությունները, մեր դիտողական հնարավորությունները, հատկությունները, դիտարկումները շատ ավելի հեշտ է այն ձեռք բերել մինչև 20 տարեկան, 25, 30 տարեկան եւ հետո ավելի ուղղակի ճկունությունը ավելի սկսում է, այո։ Հա, համաձայն եմ ձեզ հետ ու նաև համաձայն եմ այն մտքի հետ, որ սրտաբանությունը շատ մեծ թափով զարգացավ աշխարհում եւ նաեւ Հայաստանում հիմա արդեն նաեւ ձեր ջանքերի շնորհիվ եւ նաեւ ձեր թիմի աշխատանքի շնորհիվ սրտաբանությունը շատ մեծ զարգացում ապրեց Հայաստանում ու հիմա հետևելով սրտաբանության զարգացմանը ավելի շատ սրտաբանությունը ոնց որ դարձած լինի հեռահար մասնագիտություն, այսինքն դու շատ մինիմալ ինվազիվ միջամտություններով կարողանում ես այնպիսի մեծ արդյունքներ ստանալ, որ ժամանակին դրա մասին պատկերացնելը ուղղակի այնց ֆիլմերից կարող է։ Այո, տեսեք, եթե համեմատենք 50 տարի առաջ, 40 տարի առաջ, ամեն մահացությունը սրտամկանի ինֆարկտից 20% էր։ Այսինքն ամեն 5-րդ հիվանդը մահանում էր։ Ներկայումս մահացությունը 5%-ից ավելի քիչ է, նույնիսկ Հայաստանում։ Դա նշանակում է, որ ամեն 20-րդ հիվանդը կարող է մահանալ։ Նույնիսկ ավելի ցածր կարող է լինել մահացությունը։ Եվ սա մեզ ձեռք բերում է հիմնականում եւ ֆարմակոթերապիայի զարգացման հետ մեկտեղ։ Այն ինչ որ մենք տեսել ենք 30 տարի առաջ եւ հիմա շատ է տարբերվում եւ կորոնար ստենտավորումների ուրեմն զարգացման հետ կապված եւ կանխարգելիչ միջոցառումների հետ կապված նույնպես հսկայական ձեռքբերումներ կան։ Այս ամենը իր հետ շատ մեծ առաջընթաց կա եւ այս վերջերս մեկ ֆարմակոինդուստրիայի այսպես ղեկավարներից հետ զրուցելիս
որ քննարկում ենք, թե ինչ նորություն է սպասում սրտաբանությունում եւ այսպես կատակով ասում են, ամեն ինչ սրտաբանությունում գրեթե ամեն ինչ շատ բան արված է։ Արդեն այսինքն եթե հիվանդները իրենց տեղերը խմեն, ստենտավորվեն, կանխարգելիչ միջոցառումների իրականացրի, ապա կարող են ապրել մինչև 90-100 տարեկան եւ հիմա ավելի բժշկական այդ ինդուստրիան զարգանում է Alzheimer-ի հիվանդությունը կանխելու ուղղությամբ, ուռուցքաբանության ուղղությամբ, կանց թե սրտաբանության ուղղությամբ, այսինքն շատ մեծ առաջընթաց եղել է արդեն։ Բայց իհարկե շատ անելիքներ դեռևս կան, շատ կան։ Եվ էլի հեղափոխական փոփոխություններ կարող են լինել մոտակա տարիներին նույնպես։ Համաձայն եմ ձեզ հետ։ Դուք որ սկսեցիք ձեր կլինիկական արդինատուրան, կուզեմ մի քիչ պատմեք հենց բուն բժիշկ դառնալու ճանապարհի մասին։ Ոնց էր կլինիկական արդինատուրան ձեզ համար, ինչ ստացաք այնտեղից, ինչը կուզեիք, որ ավելի լավը լիներ, կամ ինչ արեցիք, որ ձեր մոտ ստացվեց հաջողել որպես սրտաբան դառնալը։ Դե, երբ որ ես ընդունվեցի բժշկական համալսարան, որը ես համարում եմ իմ ալմա մատերը, դա 1986 թիվն էր, դեռևս սովետական միությունն էր եւ այսպես ոչ ոք չէր սպասում, որ այն կփլուզվի, երբ որ ավարտեցի 1992 թիվն էր, արդեն փլուզվել էր, Հայաստանում շատ ծանր իրավիճակ էր, օրական 2-4 ժամ լույս էր լինում, հիվանդանոցները նույնպես շատ դժվար վիճակում էին, ընդունվեցի կլինիկական օրդինատուրա եւ Էրեբունի հիվանդանոցում էի այդ արդինատուրան անցկացնում, իհարկե այն գործնական նույնպես հմտությունները, որ այնտեղ ձեռք բերեցի, շատ կարեւոր էին, բայց զգացի, որ 1 տարի հետո ես հիշում եմ, որ գնացի եւ հորս ասեցի, որ ես անելու շատ բան չունեմ այստեղ արդինատուրայի, արդեն ուզում եմ որ այլտեղ անցկացնեմ, բա ոնց թե այս ծանր այդ տարիներին շատ դժվար էր ինչ-որ այլտեղ գնալ։ Մի խոսքով կարողացա, որ արդինատուրայի մի մասը Ռուսաստանում, Մոսկվայի առաջատար կենտրոններում, կարդիոլոգիական կենտրոնում, որը շատ հայտնի կենտրոն է, ներկայումս նույնպես։ Փակուլևում, հա։ Ոչ, համառուսական կարդիոցենտր։ Հա։ Չազովի այդ կենտրոնը, հիմա Չազովի անվան։ Մեծ կենտրոն եւ Մոսկվայի առաջին բժշկական համալսարանում, դա իհարկե շատ հսկայական առաջընթաց էր ինձ համար, որովհետեւ այն ինչ որ այնտեղ արդեն իրականացվում էր, շատ մեծ այսպես հնարավորություններ այդ գիտելիքները եւ նորությունները կլանելու եւ երբ որ վերադարձա, ընդունվեցի արդեն Էրեբունի հիվանդանոցում աշխատանքի ընդունվեցի եւ ամբյոնում դասավանդման, բայց 1 տարի անց հնարավորություն եղավ, որ fellowship անցկացնենք, այն ժամանակ դա ինչ-որ ուղղակի աներևակայելի երազանք էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, AGB-ում, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը որոշեց, որ 10 բժիշկից 4 բժիշկ ընտրեց նախնական եւ դրանցից 4-ը պետք է ով հաջող TOEFL անցնի Ջեֆերսոնի համալսարանում ուլտրաձայնային կենտրոն կար, շատ հայտնի այնտեղ fellowship, այսինքն ենթամասնագիտացում եւ այդ կենտրոնը համաշխարհային ճանաչում ունեցող կենտրոն էր, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը այդ ժամանակ դեռևս շատ տարածված չէր Հայաստանում, բայց որպես մեթոդ ինքը արտակարգ մեթոդ է, ոչ ինվազիվ, հասանելի, հեշտ, հիվանդի համար անվտանգ եւ ներկայումս շատ ավելի լայն տարածում ունի եւ այդ fellowship-ը իհարկե շատ շրջադարձային էր ինձ համար, դա ուղղակի հայտնվել Ամերիկայի այդպես հայտնի համալսարանում, Ջեֆերսոնի համալսարանի եւ այդ կենտրոնում, որը ղեկավարում էր աշխարհահռչակ ռադիոլոգ պրոֆեսոր Գոլբերգը, որ առաջինն էր, որ սկսել էր ուլտրաձայնը կիրառել մարդկանց մոտ կենդանիներից հետո, մի խոսքով շատ ուժեղ կենտրոն էր եւ ուժեղ կրթական ծրագիր էր, առաջատար բոլոր այսպես ուլտրաձայնային մեթոդներով եւ fellowship-ից հետո
կարծես թե իմ մոտ շատ մեծ այսպես պաշար ունեցա, այո, որը ինձ ոգևորեց եւ վերադառնալուց հետո իհարկե շատ մեծ առաջընթաց էր ինձ համար եւ կարևորը նա էր, որ այդ ծրագիրը համագործակցության շարունակվեց ի շնորհիվ այնտեղ աշխատող հայ բժիշկ, այն ժամանակ երիտասարդ բժիշկ, հիմա հայտնի պրոֆեսոր Լևոն Նազարյանի շնորհիվ կարողացանք զարգացնել այդ ուլտրաձայնային ծրագրերը Հայաստանում եւ մինչեւ հիմա դա այն իմ մասնագիտությունն է, որը ես պարտք եմ համարել, որ պետք է տարածեմ եւ կրթական ծրագրերով եւ կլինիկական եւ ուրախ եմ, որ հասել եմ այդ նպատակին եւ շատ բժիշկներ հենց վերապատրաստվել են մեր կլինիկայում եւ ուլտրաձայնային կենտրոնում համալսարանակում։ Այդ հենց մեր համալսարանում ասենք, որովհետեւ ես վերջերս եմ իմացել անկեղծ ասած, 6 տարի սովորեցի, բայց վերջերս եմ իմացել Ջեֆերսոնի անվան կենտրոն ունենք ուլտրաձայնային հենց մեր համալսարանում, որը որ շատ կարեւոր միջավայր է։ Այն ժամանակ հիշում եմ, որ այդ պրոֆեսոր Գոլբերգը, երբ որ մենք ֆելոշիփը ավարտում էինք, ասեց, ես պետք է դառնաք ձեր ոլորտի, ձեր երկրում, ձեր ոլորտի այդ լիդերները դառնաք եւ կարողանաք շատ մենք վերապատրաստել ենք teaching the teachers problem, որ դուք դառնաք նույնպես ուրեմն ուսուցիչ դառնաք ձեր երկրներում եւ դա կարծես թե մենք շատ հաջողությամբ իրականացրել ենք, եթե Երևանում կա ինչ-որ մի X քանակի բժիշկ, որը էխոկարդիոգրաֆիայով աշխատում է, կարծում եմ այդ քանակի երևի թե 30%-ը, 40 կամ նույնիսկ 50%-ը ուրեմն վերապատրաստվել է մեր կլինիկայում եւ այդ կենտրոնում։ Իրականում դա բավականին մեծ թիվ է։ Եվ այո։ Շատ կարևոր է, որովհետեւ սրտաբանությունը առանց էխոկարդիոգրաֆիայի դա կիսատ մասնագիտություն է, կարելի է ասել։ Այո, հիմա արդեն սրտաբանները իրենց պարտն են համարում, որ անպայման պետք է էխոկարդիոգրաֆիան կլինիկական օրդինատուրայից հետո հենց տիրապետեն արդեն։ Իրականում այնքան էֆեկտիվ, շատ էֆեկտիվ հետազոտություն է, ու ես ինքս ինչ-որ մի շրջան ավելի շատ կենտրոնացել էի emergency այդ անհետաձգելի բուժօգնության սոնոգրաֆիայի վրա, fast սոնոգրաֆիան։ Մենք հիմա դա էլ ենք ծրագրել իրականացրեցինք եւ ուղղակի պլանշետով արդեն իսկ այն ժամանակն է, ներկայումս ժամանակներն են, որ պլանշետով կամ փոքր ուլտրաձայնային սարքով, մոբայլ, պետք է կարողանան emergency բժիշկները, ընդհանուր պրակտիկայի բժիշկները, ռեանիմատոլոգները կարողանան հիմնական ուլտրաձայնային այսպես ախտորոշիչ նշանները իրականացնեն, օրինակ հեմոդինամիկ վիճակը, անհետաձգելի որովայնում հեղուկի առկայությունը, կրծքավանդակի վնասման դեպքում հեմոտորաքսը շուտ ախտորոշեն, քանի որ մինչև ռադիոլոգը դա իրականացնի կարող է ժամանակի կորուստ լինի։ Եվ այդ ուղղությունը նույնպես արդեն մի քանի տարի է, որ մենք զարգացնում ենք, եւ պատկերացրեք արդեն ոչ սրտաբանները, ոչ ռադիոլոգները շատերը տիրապետում են այդ մեթոդին, բայց 1995 թվականին երբ վերադարձանք, Երևանում շատ քիչ հիվանդանոցներում նույնիսկ կար էխոկարդիոգրաֆիա, երևի 3-4 հիվանդանոցում, մարզերում չկար պրակտիկորեն եւ շատ արագ դա մենք կարողացանք կրթական ծրագրերի միջոցով զարգացնել եւ ես ուրախ եմ, որ շատ սրտաբանների մեծ մասը երիտասարդ սրտաբանները արդեն լիարժեք այսպես իրենց պարտադիր ծրագրի մեջ է եւ տիրապետում են լավ այդ մեթոդին։ Իրականում ես շատ ոգևորող ու ես շատ ոգևորված եմ այդ փաստից, որովհետեւ Հայաստանում ինչքան լավ բան լինի, մարդկանց առողջության որակը, սպասբուժօգնության որակը բարձրացնենք, դա բոլորիս շահն է եւ
ինչ գործ որ դուք արել եք եւ կարողացել եք թիմով կազմակերպել եւ հիմա արդեն կա, դա շատ կարեւոր է ու շատ ուրախ եմ, որ հիմա անում եք այդ ամեն ինչը եւ գիտեք մեր խոսակցության ընթացքում այդ կոնտրաստը շատ երևաց, որ հիմա այն ժամանակ տարբերությունները շատ են, ուսանողների կրթական process-ը, օրդինատորների կրթական process-ը ավելի ուրիշ է, ավելի լավն է։ Ես կուզեմ որպես դուք արդեն կայացած մասնագետ եւ նաեւ դասավանդող, կուզեմ ներկայիս խնդիրները ուսանողության եւ օրդինատուրա անցնող բժիշկների խնդիրների մասին խոսեք, որ դուք տեսնում եք որպես ավելի ավագ սերնդի մասնագետ եւ ինչ կարեւոր հմտություններ ներկայիս օրդինատորները պետք է ունենան եւ նաեւ բժիշկները, որ կարողանան ավելի հեշտ ինտեգրվել բժշկական հասարակության մեջ։ Նախ պետք է ասեմ, որ բժշկական կրթությունը ինք շարունակական է, այսինքն օրդինատուրա, նախադիպլոմային կրթություն, դրան պետք է շատ լուրջ վերաբերվել նույնպես, ինչպես նշեցին, կլինիկական օրդինատուրա կամ ռեզիդենտուրա, եւ ինչու ենք անվանում ռեզիդենտուրա։ Ապրում ենք հիվանդանոցում, բայց մեզ մոտ ոչ միշտ է այդպես, եւ հետ ռեզիդենտուրայից շրջան եւ ուղղակի ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ լինես թե պրոֆեսոր կամ հաջողակ շատ բժիշկ, դա դեռ չի նշանակում, որ դու բժշկության մեջ ամեն ինչ այսպես կարող ես իդեալական իրականացնել քո մասնագիտության մեջ եւ չսխալվել։ Այնպես որ այդ ինքնակրթվելը եւ կրթվելը նաեւ ավակ սերնդից եւ փորձից եւ կրթական ծրագրերից դա շարունակական պետք է լինի։ Բժիշկը պետք է գիտակցի կլինիկական օրդինատուրայից սկսած արդեն։ Իդեպ մեր եթե նախադիպլոմային կրթությունը լավ է եւ քիչ է զիջում արևմտյան նախադիպլոմային կրթության, ապա կլինիկական օրդինատուրան զիջում է։ Մեր կլինիկական օրդինատուրա ավարտած բժիշկը դեռևս շատ ավելի զիջում է իր հմտություններով արևմտյան այսպես ռեզիդենտների։ Եվ այնտեղ այդ շրջանը ավելի երկար է եւ շատ ավելի պարտադիր է, պարտադրված է, որ հստակ որոշակի հմտությունների ցանկին տիրապետեն։ Սա թերևս այն թերությունն է, բայց ամեն կլինիկական օրդինատոր, ամեն երիտասարդ բժիշկ ինքը կարող է դա ինքն է պատասխանատու իր մասնագիտական առաջընթացի համար։ Կա մի քանի կարևոր բաղադրիչներ, որ պետք է լավ սովորել, երկրորդը պետք է լավ փորձ ունենալ, բայց կա նաև հանգամանքներ, որ այդ հանգամանքները հետևյալն է՝ լինել լավ հիվանդանոց, քո մասնագիտության համար լինել առաջատար հիվանդանոցում, առաջատար կլինիկայում, ունենալ լավ ղեկավար, դրանք շատ կարևոր ֆակտորներ են, որ պետք է երիտասարդ բժիշկը որոշի, ինքը գտնի արդեն, լինել լավ միջավայրում, մասնագիտական միջավայրում, լավ կլինիկայում եւ ունենալ իհարկե լավ մենտոր, լավ ղեկավար, դա նույնպես շատ կարևոր է, ոչ միշտ է բժիշկների այդ բախտը բերում։ Եվ այդ ֆակտորները շատ կարևոր, լինել ակտիվ մասնագիտական ասոցիացիաներում, միջազգային։ Այսինքն, օրինակ մենք ունենք հրաշալի միջազգային ասոցիացիա սրտաբաններ, Եվրոպայի սրտաբանների միությունը, որ ես շուրջ 25 տարի այդ ասոցիացիայի հետ այս կամ այն կերպ կապված եմ, գրեթե ամեն տարի զեկույցներ եմ իրականացրել, այնտեղի առաջատար մասնագետների հետ, պրոֆեսիոնալների հետ, էքսպերտների հետ խնդիրներ են քննարկել, ներգրաված է եղել մեր կլինիկան այդ միջազգային ռեգիստրների մեջ, հետազոտությունների մեջ եւ դա շատ կարեւոր է, դա որ ամբողջ բժշկական թիմը ավելի մոբիլիզացված լինի միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնի իր մասնագիտական գործունեությունը։ Ես կուզեի նշել, եթե մենք լավն ենք մեր քաղաքում կամ մեր հիվանդանոցում կամ լավ բժիշկ ես բաժանմունքում, հիվանդանոցում, Երևան քաղաքում, դա դեռ չի նշանակում, որ դու լավն ես, ամենալավն ես կամ շատ ինչ-որ համապատասխանում ես ստանդարտներին, բացարձակ այդպես չէ։ Ստանդարտները դու պետք է ձգտես ավելի բարձրին, ավելի այդ միջազգային ստանդարտներին եւ միշտ
օրինակ իմ ամենօրյա աշխատանքի մեջ ինչ որ մի բան որ անում եմ, արդյոք սա լավ, ի՞նչն է թերությունը, ինչով ենք մենք հետ, ինչու պետք է չլինեն։ Կան իհարկե օբյեկտիվ պատճառներ, որ մենք չենք կարող համապատասխանել որոշակի ստանդարտներին, դա իհարկե սոցիալ-տնտեսական վիճակը եւ ֆինանսական, այո, մեծ տարբերությունը առողջապահության սուբսիդավորման, բայց ինչքան որ հնարավոր պետք է ձգտել դրան բոլոր դեպքերում։ Եվ եթե ձգտել, պետք է այդ ձգտումը բերում է որոշակի այդ նպատակների իրականացմանը, ոչ լիարժեք, բայց այո, որոշակի։ Գիտեք, ես ձեր խոսքում մի քանի կարևոր կետեր առանձնացրին իմ համար։ Առաջինը մենթորի գաղափարը, որ իրականում ես կարծում եմ, որ Հայաստանում բարդ է գտնել լավ մենթոր, քանի որ շուկան փոքր է եւ պացիենտների հոսքը նույնպես, լավ մենթոր գտնելը իրականում բավականին բարդ է։ Մեր մոտ ես նկատել եմ, որ քչերն են, որ սովորեցնելու մշակույթը պահում, այսինքն շատ բժիշկներ կան, հրաշալի բժիշկներ, ովքեր որ դարձել են լավ բժիշկ, բայց իրենք չեն ցանկանում սովորեցնել, որտեվ դե հավես չկա, ժամանակ չկա եւ այլն, բայց կարծում եմ դա երևի ամենակարևոր կետերից մեկն է բժշկի համար, որ նոր եկող սերնդին տաս այն ամենը, ինչ որ դու ունես, որ նոր եկող սերունդը կարողանա ավելի լավը անել եւ պետք եղած ժամանակ նաեւ ոչ մեկս ապահովագրված չենք էլի ինչ որ առողջապահական խնդրից եւ շատ ցանկալի է որ նոր սերունդը իմանա եւ բուժի նույնիսկ զուտ մենակ sense հումանիտար կոնտեքստում էլի որ նոր սերունդը իմանա ինքը կարողանա բուժի իր ավակ սերնդի բժշկին որովհետև մենք ամենասթրեսային մասնագիտությունների մեջ ենք ու մեր մոտ հիվանդացությունը բավականին բարձր է որպես բժիշկներ անընդհատ գանգատ անընդհատ այնց բացասական նեգատիվ ինֆորմացիա ստանալ մեր մասնագիտությունը դրա մասին է էլի ճիշտ է մենք արդյունքներից ողջևորվում ենք դա մեզ առաջ է տանում բայց կրթել սովորացնել լավ երիտասարդ մասնագետին դարձնել արդեն որոշ չափի կայացած մասնագետ, կարծում եմ Հայաստանում այդ մշակույթը մի քիչ լավ զարգացած չի։ Ես կան օրինակներ, դուք եւ որոշ մարդիկ ովքեր որ գալիս են մեր մոտ, այդ մարդիկ հիմնականում այդ առաքելությունը իրանց վրա ունեն, որ ես նաեւ ուզում եմ սովորացնեմ իմ ինձնից հետո եկող սերնդին, բայց դա ոնց որ շատ համակարգված չի։ Ես կարծում դա մեծ խնդիր է մեր երիտասարդների համար էլ է բարդ շատ։ Այո, ճիշտ նկատեցիք, դա շատ վատ երևույթ է, ասեմ ձեզ։ Եթե բժիշկը աշխատում է ինչ-որ մասնավոր հիվանդանոցում կամ կրթական ծրագրերի ղեկավար չի, ոչինչ, նա ընտրել է այդ ճանապարհը կամ կարող է իր մոտ ինքը շատ լավ բժիշկ է, բայց սովորացնելը կամ ժամանակ չունի, ծանրաբեռված է կամ իրանը չի սովորացնելը, բայց եթե բժիշկը նաև պատասխանատու անձ է համալսարանական հիվանդանոցում կամ մեկ այլ հիվանդանոցում, որ ինքը ղեկավարում է ինչ-որ կրթական ծրագրեր, նախադիպլոմային, հետդիպլոմային, դա շատ վատ է, որ սովորացնելու ուղղությունը թերանում է։ Եվ կրթելը սովորեցնելը նաև առավելություն է բժիշկների համար, որովհետև երբ որ դու կրթում ես եւ նոր սերունդ է գալիս բժիշկների, որ իրենք արդեն մոտենում են հավասարում են քեզ, դու պետք է ձգտես մեկ քայլ էլ ավելի առաջ գնալ, այսինքն ասելու բան ունենաս, եթե դու պրոֆեսոր ես, ամբյոնի վարիչ ես, դու պետք է լսարանին ասելու նորություն ունենաս, այլապես ոչ մի բանով չես տարբերվի, ուղղակի անունը, պրոֆեսորի անունը դա միայն ինչ-որ այսպես էմբլեմա չի, որ պրոֆեսոր ես եւ դա հիվանդների համար չի, որ դա բերի լրացուցիչ բոնուս, այլ պետք է ասելիք ունենաս բժշկական լսարանին, բժիշկներին, բուժքույրերին, այսինքն նորություն պետք է ունենաս եւ դու այդ նորությունը ստիպված ես ամենօրյա քո աշխատանքով գտնել
եւ նաեւ փորձը եւ նորությունները միջազգային այո ինֆորմացիան տեղեկատվությունը եւ այդ փորձը բերել Հայաստան։ Սա շատ կարևոր է, որ իրականացվի։ Ես հիշում եմ մեկ շատ հայտնի սրտաբան, Եվրոպայի սրտաբանների միության վիցեպրեզիդենտն էր եւ եկավ մեր կլինիկա եւ տեսնում էր, թե ինչքան զբաղված եմ հիվանդներով եւ ուղղակի sense ռուտին աշխատանքով եւ հարցրեց. «Իսկ դուք ինչի եք այդ բաներով շատ զբաղվում»։ Ասում սա որ չլինի այսպես կլինի, ու դժվար դեպք է կլինիկական, օրից բժիշկները խորհրդակցում են եւ ինքը զարմացավ։ Գերմանացի էր, ասեց, գիտես, դու պետք է շատ ավելի քիչ զբաղվես անմիջական հիվանդների բուժումով եւ այս ռուտին աշխատանքով եւ ավելի կազմակերպչական հարցերով ավելի զբաղվեք եւ ավելի հենց կրթական ծրագրերով, որտեղ համեմատեց հետեւյալը. դու ներկայումս դուք ծառ եք տնկում, բայց դուք եթե մի փոքր փոխեք ձեր աշխատանքի այսպես ուղղվածությունը եւ ավելի հենց կրթական ծրագրերով եւ կազմակերպչական հարցերով զբաղվեք, դուք ծառի տեղը անտառ կունենաք։ Հա շատ ճիշտ։ Ձեր բժիշկները դա պետք է անեն շատ, այո։ Շատ դիպուկ։ Բայց մեր ռեալ այսպես լոգիստիկ դժվարությունների իրականությունը մեր հայկական իրականության մեջ ստիպում են, որ զբաղվես երբեմն բարձ բաներով, դա է իրականությունը, բայց դրանից չենք էլ փախչում։ Հա։ Բայց փորձում ենք հասցնել ամեն ինչ։ Իրականում շատ ուրախ եմ, որ դուք ասում եք դա, որովհետև ես վերջերս ինձ բռնացել եմ այն մտքի վրա, որ անընդհատ բողոքում եմ, էլի բողոքում եմ։ Ինձ թվում է մենակ ես եմ մտածում, որ այդ խնդիրները կա, բան։ Չէ, խնդիրները կա։ Խնդիրները ձեզ ասեմ ամեն տեղ կա։ Հա։ Երբ զրուցում ես եվրոպացի բժիշկների հետ, շվեդացի, շվեյցարացի, գրեթե նույն խնդիրներն են։ Նույն խնդիրները, բայց իհարկե լուծումները ավելի հեշտ են այնտեղ, բայց խնդիրները հիվանդանոցային խնդիրները գրեթե ամենտեղ նույնն են։ Իրականում մերսի, որ ասում եք այդ ամեն ինչը, որովհետև իրականում շատ բարդ է։ Երբ որ երիտասարդ ես դեռ ինչ որ չես կազմավորվել որպես մասնագետ, կողքից փոքրիկ խնդիրները անընդհատ հավաքվում են, ու ինչքան ուզում ես պայքարի դրա դեմ, երբեմն մենակով չի լինում էլի այդ ամեն ինչ անել։ Այդ ձեր ասած ծառի ու անտառի գաղափարը շատ կարևոր է, որովհետև երբ որ դու նույն այդ օրինակը ես մի քիչ մոդիֆիկացնեմ, երբ որ ուժեղ քամիներ լինեն, շատ հավանական է, որ այդ մի ծառը քամին կտանի, բայց երբ որ անտառ է, քամին չի կարողանա էլի իրան։ Ու ես ուրախ եմ, որ կան մարդիկ, որ խոսում են, գիտեն, իրանք էլ են թիմեր ստեղծում, որ այդ ամեն խնդիրներին փորձում են համակարգային մոտեցումներ ցուցաբերել։ Դա շատ կարևոր է։ Ու իրականում ինչ որ ասում եք, դա ուզում եմ էլի ասեմ, որ պետքա բարձրաձայնվի անընդհատ, խոսվի։ Ու մի բան եմ նկատել մեր իրականության մեջ, որ հայկական իրականության մեջ խնդիրների մասին խոսել չեն սիրում։ Չգիտեմ դուք նկատել եք թե չէ, բայց մերոնք շատ, ասես ասում են, մեր մոտ իդեալական է ամեն ինչ բան, բայց ոչ մեկ չի ուզում խոսել խնդիրների մասին։ Դուք օրինակ ձեր մոտ ձեր աշխատանքային միջավայրում ո՞նց եք կազմակերպում այդ բանը, որ չդառնա էլի կոպիտ ասած մի հատ շատ կոպիտ օրինակ գործ տալ բան, այդպիսի բան չլինի, այլ իրոք լինի խնդիրների բարձրաձայնում ու դրանց օբյեկտիվ լուծում։ Մենք ամենօրյա մեր աշխատանքի մեջ այս խնդիրները բարձրացնում եմ ամենօրյա քննարկումների մեջ, որովհետև չի կարող խնդիրներ չլինի։ Եթե կա բարդ հիվանդ, եթե կա դժվար հիվանդ եւ եթե կա ոչ լիարժեք լուծման այդ հնարավորությունները, ոչ լիարժեք կանխարգելիչ միջոցառումներ, եթե ռիսկի գործոնները շատ են, կարդիովասկուլյար, տեսեք մեր ազգաբնակչությունը ուղղակի տղամարդկանց 80%-ը ծխում է։ Եվրոպայի այդ սրտաբանական ասոցիացիայի երկրների մեջ ամենաբարձր ծխախոտի օգտագործումը տղամարդկանց շրջանում, սննդակարգը, սակավաշարժությունը, ինչպես ազգաբնակչության շրջանում, այնպես էլ ուղղակի նաև
մեր կլինիկական աշխատանքի մեջ եւ այդ ամենը բերում է նրան, որ դեռևս սիրտանոթային հիվանդությունների մահացությունը մնում է բավականին բարձր։ Ես այդքան չեմ խոսում շատ հաջողությունների մասին, ինչքան խնդիրների մասին, որովհետեւ կան հաջողություններ, ասեցինք իհարկե, բայց եթե համեմատում ենք եվրոպական, միջին եվրոպական, չեմ ասում Գերմանիա, Ֆրանսիա, համեմատում ենք ենթադրենք Բուլղարիա, համեմատում ենք չգիտեմ Ռումինիա, Մոլդովա, նույնիսկ Բելոռուսիա, Կիպրոս, Իսրայել, այդպես։ Իհարկե, տեսնում ենք, որ խնդիրները շատ են, որ մենք չենք հասցնում, մենք այնինչ առաջատար տեխնոլոգիաները, որ արդեն կիրառվում են, մենք հետ ենք մնում։ Այո, շատերը չեն ուզում դա լսել, ընդունել, ավելի խոսում են ձեռբերումների մասին, բայց չգիտեմ, ինձ մոտ այդպես է, ես ինքնակննադատությունը ինքսի մեջ ձևավորվել է, որ դրա համար այդպես է, ես ավելի շատ ուզում եմ, որ խնդիրները լուծվի, այլ ոչ թե ձեռբերումների մասին խոսենք։ Այո, համաձայն եմ, շատ կարևոր է դա։ Եվ նաև կուզեմ որպես ղեկավար կազմակերպչական առումով դուք ղեկավարում եք բաժանմունք, դուք երկար տարիներ եղել եք հայկական սրտաբանների ասոցիացիայի նախագահ։ Երկար չէ, կարճ 2 տարի եմ եղել։ Նո, ամեն դեպքում ներգրաված եք եղել կազմակերպչական աշխատանքների մեջ, այսպես ասեմ, լավ, ճիշտ ու ձևակերպեմ միտքս ու դա իրանից ենթադրում է պատասխանատվություն, որը տարբեր է բժիշկ աշխատելու պատասխանատվությունից։ Ես կուզեմ հասկանալ դուք ոնց եք կարողանում համատեղել բժշկական աշխատանքը եւ նաեւ կազմակերպչական աշխատանքը եւ այստեղ ինչ որակներն են ավելի կարևոր մարդկային եւ այլ, որ որակները պետք է ավելի շատ զարգացնել, որ կարողանալ հասցնել կազմակերպել այդ ամեն ինչը պատշաճ մակարդակով։ Եթե ասենք ես կազմակերպիչ եմ, թե բժիշկ, ավելի շատ, իհարկե ես ավելի շատ բժիշկ եմ, ես կուզեի ավելի զուտ բժշկությունով զբաղվեի, քան թե կազմակերպչական աշխատանքով։ Չէի ասի, որ ես այսպես շատ իդեալական եւ լավ կազմակերպիչ եմ, բայց իհարկե այդ կազմակերպչական աշխատանքի մեջ ես բուն հենց մեր ծառայությունը իհարկե շատ լավ պատկերացնում եմ կազմակերպչական տեսակետից։ Առաջինը ինչ պետք է, դա խստապահանջություն է, իհարկե, որ պետք է լինի։ Այստեղ աշխատանքային հարաբերությունները պետք է լինեն շատ հիմնված հենց հստակ պարտականությունները իրականացնելու այդ ուրեմն սահմանների մեջ եւ այսպես ասեմ, այս հայկական իրականությունը երբեմն խանգարում է, որ այդ կազմակերպվածությունը եւ խստապահանջությունը միշտ ուրեմն տեղի ունենա, շատ կարևոր է։ Այո, եւ նվիրվածությունը պետքա լինի առաջին հենց հիվանդանոցային աշխատանքին, այլ ոչ թե ինչ-որ որոշ նախասիրություններին։ Դա առաջինն է, նվիրվածությունը աշխատանքին, գործին, եւ եթե ամեն բժիշկ այդ պատասխանատու մոտենա աշխատանքին, կարծում եմ դրանից ղեկավարի աշխատանքը շատ ավելի, այսպես ավելի լավ կլինի, հեշտ կլինի։ Բժիշկի համար շատ կարևոր է, որ ոչ թե լինի առաջնային հաջողությունը, որ իր համար կամ իր առաջընթացի համար կամ ինչ-որ բիզնես շահեր հետապնդելը, այլ առաջին հերթին հիվանդի համար։ Առաջին հերթին հիվանդի համար, այսպես կոչված պացիենտակենտրոն պետք է լինի բժիշկը։ Սա անգլերեն ասում են patient centered, patients first։ Սա շատ կարևոր է։ Եվ երկրորդը բժիշկը պետք է ունենա միշտ կարեկցանքի զգացում, այսինքն որովհետև պետք է բուժել հիվանդին, այլ որովհետև բժշկությունը ինքը հիվանդությունը բուժում է։ Բժշկության զարգացումը ընդհանրեն արդեն հնարավորություն է տալիս, որ որոշակի պրոտոկոլներից ելնելով, ուղեցույցերից ելնելով այս կամ այն հիվանդությունը այսպես բուժվում է։ Բայց լրացուցիչ բժիշկի գործն է հիվանդին բուժելը, իր
ուղեկցող հիվանդություններից ելնելով, իր տարիքից, իր առանձնահատկություններից ելնելով մոդիֆիկացնի։ Դե չէ, արհեստական բանականությունը, երբ որ արդեն լիարժեք մտնի բժշկական պրակտիկայի մեջ, բժշկությունը իր գործը կանի եւ այդ բժշկական սխալներն էլ կնվազեն, որովհետեւ մեզ թվում է, որ մենք շատ լավ ամեն ինչ բուժում ենք, բայց մենք սխալներ իրականացնում ենք շատ։ AI-ը այդ սխալները զրոյացնելու է, նվազեցնելու է։ Բայց բժիշկի գործը մնալու է, որովհետեւ ասեցի, բժիշկը կարևոր է, որ ինքը պացիենտին պետք է բուժի, պացիենտ այսպիսի հասկացողություն կա, միշտ ռիտորիկ հարց է, բուժել հիվանդությունը, թե բուժել հիվանդին։ Իհարկե բուժել հիվանդին։ Այո։ Հիվանդությունը արդեն իսկ դասագրքային կամ բժշկության զարգացման, կլինիկական բժշկության զարգացման միջոցով այդ ամեն ինչը մեզ ասվում է։ Իսկն մեզ մնում է, որ մենք պացիենտին բուժենք եւ ավելի այսպես կարեկցանքի զգացումը միշտ պահպանենք։ Եվ իհարկե դա պահանջում է որոշակի զոհաբերություն եւ ժամանակի եւ էմոցիաների հաշվին է դա, բայց դա է աշխատանքը, բժշկի աշխատանքը։ Կազմակերպչականը արդեն այս իմ կազմակերպչական աշխատանքը տարիների ընթացքում այսպես ավելի հեշտացել է, ավելի ունակությունները զարգացել են, չէի ասի, որ իդեալական, բայց կարծես թե ոչինչ, գործի մեջ, աշխատանքի մեջ։ Դուք մի շատ կարևոր բան ասացիք, որ մեր մասնագիտությունը շատ ժամանակ, էմոցիաներ եւ այլ կարևոր ռեսուրսներ է մեզնից ստանում։ Ես կուզեմ նաեւ մի փոքր խոսեք, ինչպես է այն համատեղում ընտանեկան եւ անձնական կյանքի հետ, որտեվ հեշտ բան չի դա։ Դե երբ որ ուսանող ես, երևի չես պատկերացնում, որ եթե լիարժեք կլինիկական պրակտիկայով զբաղվես, լինես հիվանդանոցի պայմաններում աշխատող բժիշկ, երևի թե անձնական կյանքը եւ ընտանեկան կյանքը դրանից տուժում է անձնական կյանքը, շատ ավելի քիչ ժամանակ է մնում ընտանիքիդ հետ շփվելուն, երեխաներիդ հետ ավելի շփվելուն, նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն։ Բայց դա է իրականությունը եւ ռեալ սիտուացիան դա է, որովհետեւ աշխատանքը սկսում է միշտ առավոտյան 9-ին, եթե ոչ շուտ, եւ ավարտվում է, երբ որ չգիտես երբ է ավարտվում, մանավանդ սրտաբանների մոտ անհետացկելի սիտուացիաները շատ են։ Փորձում եմ հնարավորինս շատ լինել ընտանիքիս հետ, երեխաներիս հետ։ Այդ բացը լրացնում է իմ կինս, չնայած ինքն էլ որ մասնագիտության բժիշկ է, բայց մի փոքր ավելի շատ ժամանակ է ունենում եւ կարողանում է երեխաների այդ եւ կենցաղային հարցերը եւ կրթական, դաստիարակչական հարցերը ուրեմն շատ ավելի ժամանակ դրանով զբաղվել, մինչև ես վերադառնում եմ տուն եւ կիրակի օրերը իհարկե արդեն իրար հետ ենք լինում բոլորս, շաբաթ օրերը նույնպես որոշ ժամանակ տենց։ Շատ լավ, շատ շնորհակալություն ձեզ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես ուզում եմ այդ վերջին հարցը տանք եւ ավարտենք այսօրվա մեր հետաքրքիր զրույցը։ Եթե դուք հնարավորություն ունենայիք հետ գնալ, հանդիպել երիտասարդ Հմայակ Սիսակյանին, ով որ հենց նոր ավարտել էր բժշկական համալսարանը, իրեն ինչ կարևոր 3 խորհուրդ կտայիք եւ ինչը կփոխեիք կամ կփոխեիք արդյոք։ Եթեները մի փոքր դժվար է, ասեցի, որովհետև այն ժամանակաշրջանը, որ ես ավարտել եմ համալսարանը եւ երիտասարդ բժիշկ եմ ձևավորվել, դա շատ ավելի ծանր ժամանակաշրջան էր։ Բայց ինչպես ասում էր Մարինա Ցվիտաևան, времена не выбирают, времена живут и умирают։ Հիմա կուզեի ավելի լավ ժամանակաշրջան լիներ իմ երիտասարդ ժամանակաշրջանը, ոչ թե այդ սովետական միությունից անցումային հեղափոխություններ, պատերազմներ, գուցե եւ ավելի շատ ավելի արդյունավետ իմ ժամանակը օգտագործեի, նաեւ հենց բժշկության կլինիկական բժշկության մեջ, գուցե
այն սխալները, որ թերությունները, սխալները, վրիպումները, որ եղել են, փորձեի խուսափել, սա կլիներ պատասխանը։ Շատ լավ։ Շատ շնորհակալ եմ ձեզ այսօրվա հրաշալի զրույցի համար։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Ես փակեմ մեր հաղորդումը։ Մտքերի քննարկման համար։ Այո։ Իսկ դուք շարունակում եք հետևել մեր ալիքին, պարտադիր բաժանորդագրվում եք, զանգակի կոճակը սեղմում եք, մեկնաբանություններում գրում եք ձեր կարծիքը եւ տարածում եք տեսանյութերը, որպեսզի ավելի շատ երիտասարդներ դառնան ավելի լավ բժիշկներ։ Ստեսություն։